Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարեք։ Բարի և օրհնյալ կիրակի բոլորիդ սիրելիներ։ Ինչպես միշտ այսօր ևս, նայելով մեր հայ առաքելական եկեղեցու տոնացույցին, տեսնում ենք ավետարանական մի կարևոր պատգամ, ուղղված մեզ բոլորիս։ Այսօրվա ավետարանը կազմված է ընդամենը 3 նախադասությունից, սակայն այդ ամբողջ խոսքը հիմնված է մեկ առանցքային բառի վրա՝ փոքրիկներ։ Տեր Հիսուս Քրիստոս պատվիրում է. զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարեք։ Մատթեոս 18:10։ Ովքեր են փոքրիկները։ 1. Մանուկները, իրենց անմեղությամբ։ Առաջին հերթին փոքրիկները մեր երեխաներն են։ Քրիստոս այս բառի տակ խորն իմաստ է դնում։ Մանուկները սուրբ և մաքուր են, որովհետև իրենց մեջ դեռ չարություն չկա։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան ստեղծեց հենց այսպիսի մաքրությամբ, հոգեվիճակով և անմեղությամբ։ Տերը նաև սովորեցնում է մեզ. եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը պիտի չմտնեք։ Մատթեոս 18:3։ 2. Տտկարներն ու կարիքավորները։ Փոքրիկներ ասելով Քրիստոս նկատի ունի նաև այն մարդկանց, որոնք կյանքում տկար են, անօգնական, աղքատ կամ բարոյական ու հոգևոր աջակցության կարիք ունեն։ Նրանք թեև հասակով կամ տարիքով մեծ են, բայց հասարակության աչքին կարող են փոքր և աննշան թվալ։ Պահապան հրեշտակները և Աստծո անսահման մեծությունը։ Ավետարանը հաստատում է, որ այս փոքրիկների հրեշտակները երկնքում միշտ տեսնում են երկնավոր Հոր երեսը։ Մատթեոս 18:10։ Ամեն մի հոգի ունի իր պահապան հրեշտակը, և Աստծո համար ոչ մի մարդ աննշան չէ։ Աստծո մեծության առջև մենք բոլորս էլ փոքր ենք։ Ինչքան էլ մարդը հասակ առնի, դիրքի կամ հարստության հասնի, նա հողից է ստեղծված և մի օր պիտի հեռանա այս աշխարհից։ Երանի այն մարդուն, ով գիտակցում է իր խոնարհ վիճակը Աստծո առջև։ Սուրբ Գիրքը պատգամում է. հիշիր քո ստեղծողին երիտասարդությանդ օրերին։ Շապերը Տիրոջն են դառնում միայն ծերության, հիվանդության կամ դժվարությունների ժամանակ։ Սակայն ճշմարիտ իմաստությունը երիտասարդ տարիքից Աստծո ճանապարհով քայլելն է, մաքուր ու սուրբ կյանք ապրելը։ Մարդկային արժեքն ու խոնարհությունը։ Մարդու ճշմարիտ արժեքը չի չափվում նյութական հարստությամբ կամ դիրքով, այլ նրա հոգևոր ու բարոյական նկարագրով։ Մարդը մարդ է իր ներքին մաքրությամբ, արժանապատվությամբ և Աստծո հանդեպ ունեցած երկյուղածությամբ։ Վերջապես, հիշենք Քրիստոսի հիմնական պատգամը. ով որ իր անձը բարձրացնի, պիտի խոնարհվի, և ով որ իր անձը խոնարհեցնի, պիտի բարձրանա։ Մատթեոս 23:12։ Ուրեմն զգույշ լինենք, չարհամարենք ոչ մի փոքրիկ կամ տկար եղբոր, ապրենք խոնարհությամբ, սիրով և միմյանց հանդեպ հարգանքով։ Ամեն։